Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Արմատ հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, արցախյան կոլորիտը։ Այսօր մեր թեման է Արցախի գորգագործական մշակույթը, հիմնախնդիրները եւ մարտահրավերները։ Թեմայի շուրջ զրուցելու ենք պատմական գիտությունների թեկնածու պարոն Արշունչ Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Հազար բարև։ Նախ Արմատը Արցախի գորգագործական մշակույթի, որ անմիջականորեն կապված է ընդհանուր հայկական գորգագործական մշակույթի հետ։ Ես ընդհանրապես չեմ առանձնացրել, բարձր որ չեմ առանձնացնելու Արցախյան գորգագործական մշակույթը հայոց գորգագործական մշակույթի։ Դա մի ընդհանրություն է, մի ամբողջություն է։ Այլ հարց է, որ կարող ենք ասել, որ Արցախյան գորգագործական մշակույթը իր հերթին մի ամբողջություն է կազմում հայոց հարևելից նահանգների գորգագործական, մենորոշ գորգագործական մշակույթի ավանդույթների հետ։ Այսինքն Արցախ, Սյունիք, այստեղ ինչ կա չկա, կարելի է այսպես ասել միջայլոց, սկսած լեզվաբարբառային ուրեմն տարերից վերջացրած այնտեղ տարազն է, այնտեղ սովորույթներ տարատեսակ, ծիսապաշտամունքային տոներ եւ այլն, եւ բնականաբար նաեւ գորգերը։ Իրենք եւ տեխնոլոգիայով եւ նույնիսկ տերմիններով, եզրույթներով, թե գորգերին ինչ են ասել, գորգագործական արմարակներին ինչ անուններով են կոչել, դրանք էլ նույնն են։ Հասկանալի է, որ դա պատահականություն լինել չի կարող, դա ունի բնականաբար իր պատճառները, առաջի հերթին պատճառները նրանք են, որ միևնույն պատմաշխարհագրական տարածքն է, միևնույն պատմամշակութային միջավայրն է, միևնույն աշխարհաքաղաքական իրադարձություններն են այդտեղով անցել գնացել, եւ այդ ընթացքում էլ բնականաբար ձևավորվել են այդ բոլոր աղերսները, որոնց մասին ասեցի։ Եվ դա դեռ ամբողջը չի, ընդհանուր առմամբ ես եկել եմ այն համոզմունքին, որ կարելի է այդ ասածս տարածաշրջաներին միացնել նաև Վասպուրականի հյուսիս արևելյան գավառները, որտեղ դիտարկումների համաձայն այնտեղի գորգագործական մշակույթին բնորոշ ավանդույթները բավականաչափ հոգեհարազատ են, մոտիկ են արցախյան ուրեմն տարերին։ Եվ որ հատկապես այստեղ պետք է շեշտենք, ես կարևորում եմ այն հանգամանքը, որ Արցախ-Սյունիքյան գորգագործական մշակույթի ազդեցությունը, ավանդույթները առանձնապես շեշտված են հարավ-արևելյան Կովկասի գորգագործական կենտրոններում։ Խոսքը վերաբերում է ուրեմն սկսենք Զաքաթալայից, Կախետից, այսպես ասենք, Կախետ, իջնում ենք Շաքի, իջնում ենք Շիրվան, այնուհետև Դերբենտի այդ ամբողջ տարածաշրջանը, Մոսկվի տարածաշրջանը, Ղուբայից ներքև եւ Նուշաբախին բնականաբար կա եւ սրա ունի իր պատճառաբանությունը, այսպես չի որ ասում ենք երևակայական ձևով, ոչ, հայտնի է որ 6-րդ դարի վերջերից, չէ, այնտեղ Խոսրով Անուշիրվանն էր, որ Դերբենտի պաշտպանական դիցը ամրացնելու համար այդտեղ ուրեմն գործ ուղղեց Սյունյաց եւ Արցախի զորաճուկատներին ընտանիքներով, իրենց ամեն ինչով հանդերձ, եւ ժամանակի ընթացքում այդտեղ ստեղծվեցին հայկական այդ ժամանակաշրջանից մինչև ինչ եղել է, ինչ չի եղել, դա դեռ մի կողմ ենք թողնում, բայց արդեն իսկ այդ ժամանակից ստեղծվեցին այդ գաղթավայրեր, ասենք, հայաբնակ բնակավայրեր, այսպես ավելի տեղին կլինի։ Ամենայն դեպս, եթե մենք հետևենք Մակար Բարխուդարյանցի հավաքած տեղեկություններին, հայության հետքերը հենց մենակ այդ տարածաշրջանում Դերբենտ, Մոսկվյուր, Խաչմաս, այդ տարածաշրջանում նկատում են 570-ական թվականներից մինչև 1880-ական թվականները տապանակարերը այդ են հուշում, այդ են ասում։ Հետևաբար հայոց հետքը այնտեղ եղել է անընդհատ։ Իսկ հայոց հետքը եթե եղել է, դա նշանակում է, որ գործը չի ավարտվել Խոսրով Անուշիրվանի ժամանակաշրջանով եւ Անուշիրվանի այնտեղ ուրեմն տեղավորած զորամասերի ներկայությամբ, ոչ։
այդ կապը, այդ գնալ գալը շարունակվել է ամբողջ 1000 քանի տարի շարունակ։ Ամենայն դեպս այդ բնակավայրերը, որոնց մասին խոսում ենք, իսկ այդ բնակավայրերը ես ճիշտ ասած չեմ հաշվել։ Բայց դատելով կհաշվեմ մի օր։ Դա մի 300-400 բնակավայր է առնվազն։ Ես նկատի ունեմ Դերբենտից Այսինքն կորի ձախ ամբողջ ձախ։ այո, տարածաշրջանում 300 ես աշխատչապով եմ ասում, կարելի է նստել հաշվել։ Ընդ որում հետաքրքիրը որն է, այդ բնակավայրերի շատերը, այսպես ասենք, բարբերաբար հայաթափվել են եւ կրկին հայահոց զանգվածով լցվել։ Իսկ այդ հայահոց Այդ նաև Արցախից։ ոչ թե այդ թվում, Այլ հենց Արցախ։ այլ հիմնականում Արցախից։ Ես նայել եմ Մակար Բարխուդարյանցի ուրեմն ընտվյալները, որտեղ ինքը ասում է, չէ՞ որ ընդհանրեն խոսում է որևէ մի գյուղի մասին։ Ասենք Շամախու կողմերի, ասենք Շաչի։ Գյուրջևան գյուղի մասին։ Գյուրջևանի։ Այս Գյուրջևանի մասին խոսելուց մարդը ասում է, թե գյուրջևանցիները Արցախի կամ որ գավառի որ գյուղերից են եկել։ Գյուրջևանի մասին օրինակ մեր գյուղից այնտեղ 8 ընտանիք գնացել է Ճարտարից։ Իդեպ ես նաև ասեմ, որ միայն Ճարտարից այդտեղ ձևավորվել է 8 գյուղ։ Ճարտարից գնացածների ժամանակի ընթացքում բնականաբար դա մի տարվա կամ 10 տարվա հարց չի։ Այնպես որ երբ որ նստենք հաշվենք թե ընդհանրապես քանի 100,000 հայ է Սյունիքից, Արցախից, կրկնեմ հիմնականում Արցախից տեղափոխվել այդ տարածքները, դա մի ահռելի թիվ կարող է դուրս գա։ Եվ այս տեսակետից ես առանձնապես շատ չեմ կասկածում Տեր Քահանա Ղազարյանի։ Այո։ Այն իր այդ տվյալները, որ ասում է 150,000 ընտանիք իսլամյան ընդունել, 50,000 ընտանիքը գուցեև շատ է, գուցեև քիչ է, հայտնի չի, բայց այստեղ կարևորը որն է, այդ ընտանիքները շատ են թե քիչ են, դա թողնենք, թեկուզ 20,000 ընտանիք են, 20,000 Արցախյան ընտանիքը կամ սյունյաց ընտանիքը այդ մի 5-10 անգամ պիտի բազապատկենք ու դառնում է 100,000-ից ավել մարդ։ Մենք խոսում ենք գերդաստանների մասին։ Այստեղ որն եմ ես կարևորում եմ այն հանգամանքը, որ այդ իսլամ ընդունած արցախցիները կամ որևէ մի այլ տեղից է տեղափոխված հաստատված հայերը իսլամ ընդունելով ոչ են մոռացել իրենց ավանդական զբաղմունքները, իրենց ծեսերը, իրենց տոները, դրանք մնացել են իրենց արյան մեջ։ Էլ հավատալիքները դրիր հերթին, բայց զբաղմունքները մնացել են։ Այդտեղ գորգագործական մշակույթը, գործելը։ Դե հիմի տեսեք, թե ինչ ստացվում։ Այդքան իսլամ ընդունած կլինեն, թե ուղղակի հենց մնացել են մաքուր հայերը, այդ մարդիկ զբաղվել են իրենց գործերով եւ այդ տվյալները կա, որ գյուղերում են հատկապես զբաղվել, որ գյուղերն են հատկապես որ գյուղերում է հատկապես զարգացած եղել գորգագործական մշակույթը զբաղվել են, գործել են այն գորգերը, որոնք բնորոշ են եղել Արցախի գորգագործական կենտրոններին։ Իսկ իմիջիալոց Արցախի գորգագործական կենտրոններին բնորոշ կարպետների ներողություն գորգերի քանակությունը տիպերի մասն եմ խոսում, իմ տարբերակացները շարունակական գործ է սա 78 տիպ այդքան տիպեր կան։ Հիմա այդքան տիպերի, ասենք, առնվազն կեսը ես տեսնում եմ հարավ արևելյան Կովկասի գորգագործական կենտրոններում։ Այն թորքը լաթիպը մյուսները դրա հետնորդները այդ որ ասում են մեր նա կովկասյան գորգերի 95%-ը իրենցն է այդտենց բաներ դե ասում են, չէ։ Այդ սեւի բան իրականում չկա։ Ես այն մտքին չեմ որ ասեմ այդ ինչ կա չկա մերնա։ Ես այդ աստիճանի անգրագետ տղա չեմ։ Բայց ասել որ դա դրանում ընդհանրապես մենք չկանք, դա չի, այդ բան ընդհանրապես անհնարին բան է։ Այստեղ ընդհանրապես պետք է գիտա հետազոտողի միտք, ոչ թե ինչ որ դիլետանտի, ոչ թե ինչ որ նկարչի, առևտրականի, չգիտեսելի ոք։ Այստեղ պատմաբան, ազգագրաճետ, ժողովրդագրության գծով տեղյակ մարդ, պատմական աշխարհագրությունից տեղյակ մարդ,
էլ ինչ կա այդտեղ։ Այդքանը հատկապես պիտի մարդ իմանա, այդ գործով կոնկրետ զբաղվող պետք է իմանա, որ դրա ասածը համարվի խելքից մոտիկ բան։ Թուրքերի մեջ այդ ձևի չկա։ Սա ես չեմ ասում, որ ինչ որ արհամարական այդ չունեն, չկա։ Ընդ որում մեր մոտ էլ չկա, այնպես չի, որ մեր մոտ լցվել է, չէ։ Սա այն ոլորտն է, որտեղ նորմալ մասնագետի պակասությունը ակնհայտ է։ Պարոն Պողոսյան, 1960-ական թվականներին սկսվեց ընդհանրապես հայկական գորգի յուրացման քաղաքականությունը, հատկապես Արցախում, եւ նույնիսկ պատմում են, որ առևտրականները կամ Բաքվից ուղարկված հատուկ մարդիկ գալիս էին, գնում էին կամ փոխանակում էին նոր գործարանային գորգերի հետ եւ դրա հետևանքը եղավ Բաքվում գորգի թանգարանի բացումը։ Դրա մասին ինչ կասեք։ Սկսենք նրանից, որ այդ գործընթացը, այսինքն հայոց գորգերը կան, ինչ կա չկա Կովկասում կամ Հարավային Կովկասում, թուրքական համարելը դա 60-ականներից չի, ավելի վաղ ժամանակներից է։ Որում կարծում եմ, որ այստեղի թուրքերը այդ օրինակը վերցրել են այն մյուս թուրքերից։ Իսկ այն մյուս թուրքերը դա սկսել են 1880-ական թվականներից։ Թուրքական հանրույթ ասվածը, ասենք եվրոպացիների աչքում ընդունված է եղել որպես ավարառու մի ցեղ, որը լավ կռվող են, լավ թալանող են, լավ եւ այլն, բայց մշակութային որևէ արժեք ստեղծող չեն։ Սա ընդունված է եղել։ Մի քիչ գուցե չափազանցված է, բայց ամենայն դեպս իրականությունը դա է եղել։ Իսկ 1870-ական թվականներին թուրքերի մեջ էլ արդեն ձևավորվել էր մտավորականություն, որոշակի առաջընթաց այնտեղ կար, եւ նաեւ մտածել են այ մարդ մենք կայսրություն ունենք, բայց ազգ չենք ոնց որ թե, որովհետեւ ազգը պիտի մշակույթ ունենա։ Մշակույթ ունենալ մի օրում չի լինում, բայց կարելի է մի 10 տարում սարքել փողով, վարձու գիտնականների միջոցով յուրացնել, այսպես ասած, ստեղծել մի լեգենդ, ըստ որի փոքրասիական ամբողջ մշակույթը ինչ կա, չկա, ինչ ստեղծվել է 3-4 տարիների ընթացքում, դա համարել թուրքական մշակույթ։ Եվ ստեղծվեց այդ լեգենդը, ստեղծվեց Սելջուկյան գորգի լեգենդը, թուրքական գորգի լեգենդը, եւ աշխարհը դա ընդունեց։ Աշխարհի միջալից ինչ ասեց ընդունում, մենակ չգիտես ինչ ձևով մատուցեց։ Այդ օրինակը այս թուրքերն էլ վերցրեցին։ Համենայն դեպս 1951 թվականին արդեն իսկ հրատարակվեց Լաթիֆ Չերիմովի այդ ադրբեջանական ասված գորգերի առաջի հատորը։ Եվ այնտեղ էր, որ այս թուրքը ասում էր, որ 95% ադրբեջանական է։ Թե ադրբեջանական ասելով ինչ ենք հասկանում, մենք գիտենք։ Բայց այդ մարդը այդ ասելով հասկանում էր, որ այդ հենց այդպես էլ կա, դա ադրբեջանական է։ Դա այնպես որ նոր բան չի։ Այդ մեր մոտ է նոր բան։ Այդ մեր մոտ զարթոնքը կարելի է ասել սկսվեց 70-ական թվականներից։ 70-ական թվականներից էլ բավականին մեծ չափով բարձրացավ ազգայնական ասենք այստեղ ազգային մշակույթի հանդեպ հետաքրքրությունը հենց բուն Հայաստանում, խորհրդային Հայաստանում։ Գիտեք, Եղեռնի, Եղեռնի հուշարձանի բացման հետ կապված, գիտեք, բարի խմբերի ստեղծվել, ընդհանրապես ազգային մշակույթի վերելք էր 1960-ական թվականներից մինչև 1980-ական թվականները։ Ես ասեմ, որ հենց այդքանով էլ այդ վերելքը ավարտվեց։ Հետո այդ սկսեց նվազել, իսկ վերջում ընդհանրապես այդ հետաքրքրությունը կորել է։ Դառնանք ուրեմն այն մտքին, որ գորգի թանգարան Բաքվում ստեղծվեց ուրեմն այդ ճանապարհով, այսինքն Արցախից տարած գորգերի ճանապարհով։ Արցախից իհարկե նրանք գորգեր տարել են, բայց այդ ձևով չէ եւ այդ ճանապարհը համենայն դեպս առևտրականներին էր։ Ես շատ լավ տեղյակ եմ այդ պատմություններին։ Այն առումով, որ Երևանում գոյություն ուներ մի հատ գորգի խանութ, հնաոճ գորգերի խանութներ դա, որտեղ բերում էին հին գորգերը տարբեր, ով որտեղից կբերեր։ Եվ դրա փոխարեն ստանում էին, ասենք, գործարանային գորգեր, մեքենայի արտադրության գորգեր, սառնարան, հեռուստացույց
զանազան ապրանքներ, որոնց ձեռք բերելը խորհրդային ժամանակներում բավականին խնդրահարույց էր, չկար, քիչ էր, հա։ Իրենց են պատմական նշանակություն ունեցող գորգերն էին բերում եւ այլն։ Ես 1970 երևի 6 թվից արդեն այդ խանութի գործերին շատ լավ տեղյակ եմ եղել 75-76։ Իսկ 81 թվականին, երբ ստեղծվեց Հայաստանի ազգագրության թանգարանը, ես արդեն այնտեղ ոնց որ հերթապահի նման կանգնած լինեի, ամեն երկու շաբթի օր ծանոթանում էի նոր ձեռքբերումներին եւ ընտրում էի գորգեր, որոնք պետք է բերեի թանգարան։ Ընտրեի մեր թանգարանը, որտեղ խորհրդային իշխանությունը դեպ արգելիներս արդեն 1981 թվականին որոշում էր կայացրել գորգի թանգարան ստեղծելու մասին։ Վաղար շաբաթում պետք է դա լիներ։ Եվ այդ նպատակի իրագործման համար էլ թանգարանում ստեղծվել էր գորգի բաժին։ Ես այդ բաժնի վարիչն եմ եղել։ Ստեղծվեց հավաքածուն 10 տարվա ընթացքում ավելի քան 2000 գորգ, դա վիթխարի մի հավաքածու էր։ Այդ կարպետներ, բաներ չհաշված։ Այդ գորգերը որտեղից էին գալիս։ Այդ գորգերը գալիս էին նաև Արցախից։ Բերում էին հենց իրենք թուրքերը։ Ես քանի թուրքի գիտեմ, որոնք ոչ միայն Արցախից, Նախիջևանի կողմերից թուրքերը գնում էին, մենք չէինք կարող Նախիջևանի գյուղերում օրինակ այդպես արխային շարժվել ինչ-որ բաներ նույնը Արցախում իդեպ, բայց մարդիկ թուրքերը բերում էին, որովհետև դա Հետաքրքիր փաստ է։ Դե դա եկամտաբեր գործ էր, վերջը։ Ես եկած չեմ պատմում։ Թուրքերը մահացել է կարծեմ այդ մարդը Վիդադի Կարմի Վիդադի անունով մի չարչի վաճառական սովորական կարծեմ ինքը Բարդայից էր։ Այդ Վիդադին երևի ամիսը մի անգամ կամ երկու անգամ եկա մեշոկներով արդեն երևում էր։ Սա հետո դարձավ դոկտոր ինքը միջալոց համարյա անգրադի տղա էր։ Նա եղավ դոկտոր, նա եղավ իրենց ուրեմն արվեստի ինստիտուտի կիրառական արվեստի վարիչ։ Եղավ Ազեր Խալիչայի, մենք ունեինք հայ գորգ, չէ՞, այնտեղ կար Ազեր Խալիչա։ Այդ Ազեր Խալիչայի գլխավոր տնօրեն ստեղծեց առանձին, այսպես ասած, գորգագործական մեծ միավորում։ Մի խոսքով դարձավ գիտնական, խոսում էր այստեղ այնտեղ, կարծիքներ էր հայտնում, գրքեր ունի հրատարակա, այսպես եկա ալբոմներ։ Դա Վիդադին է, այդ տղան դեն ժամանակին չէր որ, բայց նա բերում էր այդ գորգը, մենակ ինքը չէր, բայց հատուկ չէր տենը։ Այդ նույն գորգերից հասկանալի է, որ տանում էին նաև Բաքու, բայց Բաքվում արդեն օրինակ 60-ական թվականներին այդ թանգարանը կար։ Իրենց թանգարանը մի ճիշտ դժվարանամ կոնկրետ թիվը ասեմ, բայց 65-66 թվականներին, եթե չեմ սխալվում, ներողություն։ Հա, էլի, այդ թվերին արդեն բացված էր։ Մի առանձնապես բան չէր, բայց դա կար այդ թանգարանը։ Ես 81 թվին այդ թանգարանում եղել եմ։ Այդ հետո էր որ նրանց թանգարանները շատացան, հիմա իրենք 15-16 թանգարան ունեն։ Եվ ինչն էր թանգարան ունենալու առավելությունը, անկախ նրանից թե դա լավ ավատա, այդ թանգարաններում աշխատողներ են լինում։ Եվ այդ աշխատողները ժամանակի ընթացքում բոլորը չիհարկե, բայց մի մասն էլ մասնագիտանում է։ Եվ թուրքերի մոտ հիմա հարյուրավոր մասնագետներ կան։ Մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց ամեն դեպքում նրանք խոսել գիտեն, գրել գիտեն, որ այս ամեն ինչը մերն է եւ աշխարհում եկանելն էլ հենց իրենք են անում, այդքանով են անում եւ իրենց զայնը սփռվում է աշխարհում մեկ։ Պարոն Պողոսյան, խոսենք մի ցավոտ թեմայի մասին, դուք ասեմ, որ 2013 թվականին էր, երբ որ ստեղծվեց մասնավոր Վարդան Ասատրյանի մասնավոր հավաքածուի հիման վրա Շուշիի գորգերի թանգարան։ Շուշիի գորգերի մասին ես այդ դեպքում սկսեմ Շուշիի միջև այդ գոյություն ունեցած թանգարանի մասին։ Այն հիմա չեմ հիշում որ մզկիթում էր, բայց մզկիթներից մեկում կար Գոհարաղայի։
Այդտեղ։ Գերի մսկիթ, Վարագայում, Ահա, մսկիթ։ ես այդտեղ ամեն այնպես չի որ օրական ես Շուշի գնում, բայց մի 2-3 անգամ ամենայն դեպս եղել եմ Շուշիում, միջև դեպքերը իհարկե, եւ ամեն անգամ այնտեղ մեկը կար, Ալի էր անունը, Մամեդ էր, ինչ էր, վերջերս ամեն անգամ նրան ասում էի, որ այդտեղ այս ինչ կա չկա, ես մեր նախեր տակը ուրիշ բան պիտի գրես, ոչ թե այն, ինչ որ գրացակ կամ ինչ որ ասում ես։ Սա միշտ էլ ասում էր դե հո իմ ասելով չի, լաթիվ կա աշխարհից երեսին։ Այդ 87-ին ես նորից եղա 87-ը դա արդեն այդ լուրջ թվերից էր։ 87-ին եղա էլի այդ նույն ձևով ցածի դրա վրա խոսել բան, այդ մարդն էլ խելոք տղա էր, էլի ամենադարձակ, այ մարդ դե ամեն անգամ ես ոչեմ, հետա էստեղ, այդ չերիմը բանում է, Շուշիում է հիմա։ Ու ասած որ թանգարան են բացում, Գորկի թանգարան։ Այդ ահավոր ցույցին գնացին։ Հիմա նայում եմ այն մարդ այդ պատերը, այս ինչ արել էս մարդը։ Նույնիսկ այդտեղ Գորկ կար, որի վրա հայերեն է տարեր, յա գոնե սա մի տիրել, այդ բաներն ասացին, մի 2 րոպե տենց խոսացինք, մեկ էլ դե վրա տվեմ, վայ բրծա, խոսակցին ավարտված։ Այդ թանգարանի գորգերը 92 թվականի Շուշի մենք վերցրինք մայիս, ազատեցինք մայիս։ Այսուտ։ Ահա, այ արդեն փետրվարի 21-ին 20 վերջերին փետրվար։ Այո։ Այդ ամբողջ հավաքածուն հիմնականում արդեն գտնվում էր Բաքվում։ Վարդանը ինքը տնետուն ընկած, ջուղ ընկած, կարողացել է ստեղծի մի շատ չքնաղ, շատ հարուստ հավաքածու, եւ որ ամենակարևորն է, այդ հավաքածուի յուրաքանչյուր առարկա ուներ իր ազդանքիրը, որտեղից է ով գործել, ոնց է գործել, որտեղից է մի խոսքով այդ ամեն ինչը ոչ մի թանգարան էլ այդքան է բոլորի մասին դաշտային, այստեղ արդեն կարող ենք ասենք ազգագրական տեղեկություններ չունի, այդտեղ կար եւ դա չափազանց մեծ առավելություն է, որը տալիս է այդ հավաքածուն, հոպատական չի, որ ես այդքան ուզում եի, որ այդ հավաքածուն դառնար պետական եւ Շուշիին բացվեր Գորգի թանգարան, Գորգի հետազոտական կենտրոնով հանդերձ։ Դա լինելու բաներ իմիջայլոց, դա լինելու էր, եթե չլիներ այն, ինչը որ եղավ։ Դա արտակարգ հավաքածու է, այլ հարց է, որ այդ հավաքածուի ճակատագիրը լավ չի մեղմ ասած, ես տեղյակ եմ, որ հրատարակվում է դրա կատալոգը, ալբոմ ավելի ճիշտ, ծանոթ եմ դրան, ռուսերեն լեզվով հրատարակվելու է, կամ արդեն գուցե հրատարակվել է նույնիսկ, բայց ամեն դեպքում շատ կուզենայի, որ հենց այդ հավաքածուն ունենար իր տեղը, թեկուզ եւ առանձին, այն միջալոց Վարդանը անպայման ուզում է, որ առանձին ինչ-որ տեղ հատկացվի, դա մեզ շատ օգուտ կտար, մեր գորգագործական մշակույթի քարոզչական աշխատանքների համար դա իսկականն է։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, սիրելի հեռուստադիտողներ, բարին ձեզ, կհանդիպենք։